Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, եւս 6 սպանված եւ 8 վիրավոր։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 26 տարի։ Ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցոպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկչական խումբը ներխուժում է խորհրդարան, կրակ բացում, հատակին պարկեցնում ողջ եւ առնաշաղաղ նախարարներին ու падգամավորներին։ Հունանյանը ամբիոնից հայհոյում է սպանվածներին ու շարունակում կրակահերթը։ Ահաբեկչական խումբը պատանդ է վերցնում 91 անձանց, որոշներին ազատ արձակում միայն հոկտեմբերի 28-ի լուսադեմին։ Ահաբեկչության նպատակը իշխանությունը զավթելն էր, սակայն հանրության մեծ մասի համար այն հեղաշրջման փորձ չէր, այլ քաղաքական սպանություն։ Հանցախմբի 6 անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ մեկը 14 տարվա ազատազրկման։ Նրանցից մեկը մենախցում սավանով կախվել է, մյուսը հանկարծամահ է եղել, մեկը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով եւ ողջ են մնացել միայն 4-ը։ Իրավագետ Արտաշես Խալաթյանը Զարգերակի հետ զրույցում այս ոճրագործությունը աննախադեպ համարեց համաշխարհային մակարդակում։ Այն արտաքին քաղաքական որոշակի հովանավորչությամբ էր, որը մինչ այսօր չի բացահայտվում։ Ասաց նաև նշեց, որ մեր պետությունը հետ շպրտվեց տասնամյակներով։ Որևէ իշխանություն, որի օրոք տեղի է ունենում նման մասշտաբի հանցագործություն, իր քաղաքական իմպոտենտությունն է ցույց տալիս։ Առնվազն պետք է այդ ժամանակ նախագահի հրաժարական հետևեր։ Պատմական տեսանկյունից կասկած չունեմ, որ երբևէ ճշմարտությունը բացահայտվելու է, ասաց Խալաթյանը։